Բարի լույս սիրելիներս, Հուդարաքյալի նամակի 8-րդ համարում կարդում ենք. Նույն ձևով էլ սրանք ևս քնի մեջ զառանցելով մարմինն են պղծում, Աստծո իշխանություն են անհամարում, երկնային փառավոր էակներին են հայոյում։ Տեսեք սիրելիներ, կեղծ քրիստոնյաներին եւ սուտ քարոզչություն անող մարդկանց առաքյալը համարում է զառանցողներ կամ երազատեսներ։ Ինչու, որովհետև նրանք սովոր էին մարդկանց խաբել, իբրև իրենք տեսիլքներ են տեսնում, երազների մեջ Աստված խոսեց իրենց եւ բացատրեց։ Սա նաև զգուշացում է յուրաքանչյուր քրիստոնյայի, որ ինչ որ դու քո քնի մեջ տեսնում ես, ինչ որ քո երազների մեջ տեսնում ես, դրանք մարգարեացումներ չեն եւ դու չես կարող դրանք Աստծո նշաններ համարել։ Սուրբ Գիրքն ասում է. երազին հավատացողը նման է քամի բռնողի։ Ուրեմն ինչ որ դու մտածում ես, ինչ որ դու խորում ես, ինչ որ դու տեսնում ես, դրանք երբեք Աստծուց չեն։ Այն ինչ որ Աստծուց լինի, դու անպայման կհասկանաս։ Եվ այս զառանցանքի մեջ 3 կարևոր կետեր է նշում, թե ինչ են անում այս մարդիկ։ Առաջինն ասում է իրենց մարմինն են պղծում։ Բոլոր մարդիկ գիտեն, որ իրենց մարմինը պղծողները մահվան են դատապարտված։ Եվ ոչ միայն պղծողն, այլև նրանք, ովքեր հավանություն են տալիս մարմինը պղծել։ Որն է մարմինը պղծել, սիրելիներ։ Նախ եւ առաջ Աստված օրենքի մեջ ասում է հանկարծ քո մարմնի վրա որևէ մեկի հիշատակի կամ որևէ մեկի համար դաջվածքներ չանես։ Ուրեմն դաջվածքը մարմինդ պղծելը, թմրանյութ օգտագործելը, մարմինդ փնթի պահելը, կեղտոտ պահելը, սրանք բոլորը պղծություն են, որովհետև այս մարմինը Աստծո տաճարն է եւ այն մաքուր ու սուրբ պիտի լինի։ Երկրորդ ասում է արհամարում են Աստծո իշխանությունը։ Որն է Աստծո իշխանությունը։ Երկրի վրա Աստծո իշխանությունը իր հաստատած եկեղեցին է, որը կոչված է մարդկանց առաջնորդելու դեպի հավիտենական կյանք։ Երբ որ դու արհամարում ես Աստծո հաստատած եկեղեցին, որի գլուխը Հիսուս Քրիստոսն է, նշանակում է դու նաև Աստծո իշխանության մեջ արհամարում ես նրա բերած փրկությունը, Հիսուսի ավետարանը։ Եվ վերջապես երրորդ հայոյում են, ասում է, երկնային էակներին, այսինքն հրեշտակներին։ Հրեշտակները ստեղծված են Աստծուն եւ մարդկանց ծառայելու համար, եւ ոչ ոք իրավունք չունի նրանց արհամարել։ Հրեաների մեջ կային սադուկեցիներ, ովքեր չէին ընդունում անգամ հրեշտակների գոյությունը։ Եւ ամեն անգամ, երբ որ մենք էլ մեղք ենք գործում, մենք մեր հրեշտակին ենք նեղացնում, որովհետեւ մեր պահապան հրեշտակ ամեն օր զգուշացում է մեզ, առաջնորդում է եւ նա մեզ պիտի առաջնորդի դեպի երկնային արքայություն։ Մենք մերժում ենք նրա ընկերությունը եւ այդպիսով հայոյում ենք նաեւ Աստծո կողմից նշանակված մեր պահապան հրեշտակին։ Ուրեմն շատ զգուշ լինենք մենք, որպեսզի կեղծ պատկերացումներով, երազներով, տեսիլքներով չխաբենք մարդկանց։ Նախ մենք չմոլորվենք եւ հետո շատ շատերի մոլորության պատճառ չդառնանք։